Դոնալդ Թրամփի ուղերձը Իրանի մասին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնք դառնում են առանցքային, Կարիբյան ու միջերկրական տարածաշրջանների հետ միասին Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Նա ընդգծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բավարար չեն հաջողության հասել, եւ դա մեծ անհանգստություն է առաջացնում Վաշինգտոնի ներքին եւ արտաքին քաղաքականության համար։ Թրամփը ընդգծում է բանակցությունների անհաջողությունը։ Թրամփը մեկ անգամ չէ, որ հստակ ասել է, որ չի գոհանում իրանական հետ բանակցությունները, չի բերում ցանկալի արդյունքի։ Նա նշում է, թե Իրանը չի պատրաստվում միան համաշխարհային անվտանգությունն ապահովող հայտարարությունների, հատկապես այն առումով, որ երկիրը երբեք չի խոստանա դուրս գալ միջուկային զենք զարգացնելու մտքից։ Փոխարենը Թրամփը շեշտում է, որ թեև բանակցությունները շարունակվում են, իր ակնկալիքները չեն կատարվում, ինչն ունի իր զգացմունքային ու ռազմավարական հետևանքները։ Սա որոշակիորեն ենթադրում է, որ Վաշինգտոնը ավելի զգուշավոր եւ պահանջկոտ մոտեցում ունի բանակցությունների նկատմամբ, մանավանդ երբ խոսքը վերաբերում է այնպիսի խնդրի, ինչպիսին միջուկային զենքի հնարավոր զարգացումն է։ Դիվանագիտությունն առաջինը, բայց ոչ բացառիկ։ Թրամփը բազմիցս ասել է, որ նրա նախասիրությունն է լուծել խնդիրը դիվանագիտորեն եւ աննախադեպ պատերազմ սկսելու կողմնակից չէ։ Նա վստահեցնում է, որ ԱՄՆ-ն կմիավորվի դիվանագիտական ճաճանակով բանակցություններ վարելու համար, եթե դրա մեջ տեսնում է իրական հաջողության պոտենցիալ։ Այս մոտեցումը նաև նշվում է արտգործնախարար Մարկո Ռուբիոյի հայտարարություններում, որ ԱՄՆ-ն շարունակում է սպառել դիվանագիտական հնարավորությունները Ժնևյան բանակցությունների միջոցով։ Սակայն անհանգստացնող է, որ դիվանագիտական այս խոստովանությունները միաժամանակ համադրվում են նաև ռազմական ուժի կիրառման հնարավորության բաց քննարկման հետ։ Երբեմն ստիպված ես գնալ այդ քայլին։ Իրադարձությունների զարգացումից քիչ առաջ Թրամփը մեկ այլ անգամ բաց էր խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն միայն դիվանագիտությամբ չի ցանկանում խնդիրը լուծել, բայց երբեք չի բացառելու ռազմական ուժի կիրառումը։ Նա ասել է, որ չի ուզում դա անել, բայց երբեմն հարկ է ուժի դիմել այդ անվտանգությունն ապահովելու համար։ Այս ձևակերպումն իր գունատությամբ ցույց է տալիս, որ ամերիկյան կողմը պատրաստվում է ավելի կոշտ քայլերի, եթե բանակցությունները չտան դրամատիկ առաջընթացի։ Միջուկային զենք երբեք։ Թրամփի մի կարևոր հարցադրումն այն է, որ ըստ նրա Իրանը չի կարողարար միջուկային զենք ունենալ։ Նա մի միտք է հնչեցրել, որ ԱՄՆ-ն երբեք չի թույլ տա, որպեսզի Թեհրանը ձեռք բերի միջուկային զինանոց։ Ասել է, որ դեռ չի լսել այն մոգական խոսքերը, որ Իրանը երբեք չի ձգտի այդպիսի զենատեսակի։ Սա նույնպես ռազմական ուժի վարկածը ունի հետևանք, եթե բանակցությունները չընկնեն այդ պահանջների իրականացմանը։ Վերին իշխանության հետ արձագանք։ Իրանն է պատասխանել Թրամփի նման հայտարարություններին, մեղադրելով ԱՄՆ-ին մեծ չափով ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Իրանական կողմը պնդում է, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի եւ չի ձգտում միջազգային սպառնալիքների, հատկապես ԱՄՆ-ի կամ Իսրայելի հակամարտությանը։ Այս մեղադրանքները գալիս են Միացյալ Նահանգների նախագահական ելույթների եւ արտաքին քաղաքականության հետ կապված անհամաձայնությունների ֆոնին։ Ռազմանկյուն, դիվանագիտական եւ քաղաքական համադրություն։ Թրամփի քաղաքականությունը Իրանի հարցում միաժամանակ ունի 3 հիմնական տարրեր։ Դիվանագիտական ձգտում բանակցություններով վերջնական համաձայնության։ ԱՄՆ-ն դեռ շարունակում է բանակցություններ, հատկապես միջուկային հարցի շուրջ։ Խիստ սպառնալիք զենք չունենալու պահանջի համար։ Թրամփը հռչակում է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, այդ պահանջը դնելով բանակցությունների հիմնասյուներից։ Ռազմական ուժի կիրառման բաց քննարկում։ Նա է նշել, որ երբեմն հարկ է ուժ կիրառել, եթե համաձայնություն չհասնվի կամ Իրանը շարունակի վտանգավոր գործողություններ։ Այս 3 բաղադրիչները ցույց են տալիս, որ Թրամփի մոտեցումը շատ խիստ է, ոչ միայն դիվանագիտական, այլև ռիսկավոր։ Դա պայմանավորված է նրանով, որ իր վարչակազմը տեսնում է Իրանի միջուկային ծրագրի զարգացումը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգությանը։ Մարդկային մղում ու քաղաքական տրամաբանություն։ Թրամփի մոտեցումը շատերի համար համընկնում է մի տրամաբանության, որ զենք չունենալու պարտադրանքը համարվում է առանցքային անվտանգության պահանջ։ Նա ցույց է տալիս, որ երբ մեկը չի ընթանում բանակցությունների ճանապարհով, որոշումը կարող է տեղափոխվել նաև ուժային ոլորտ։ Այս մոտեցումը որոշ չափով միանշանակ է՝ ջանքեր դնել բանակցությունների վրա եւ միաժամանակ պատրաստ լինելու ուժ գործադրելու համար։
Այդ փորձը բերում է երկընթաց իրավիճակի։ Երկկողմանի բանակցությունները շարունակվում են, սակայն սպառնալիքների ֆոնն էլ մեծանում է, ինչը կարող է նոր իրավիճակներ ստեղծել տարածաշրջանում եւ աշխանում։